Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղի եթերում Նոյան Տապանն է, հիշեցնեմ, որ ուղի եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-967-521 և հայաստանյան 060-35-11-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ գրող հրապարակախոս հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ նաև, որ ուղի եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան և YouTube-յան էջերում։ Բարև ձեզ Տիկին Ասատրյան, շնորհակալ եմ, որ մեր Շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Ասատրյան, բնականաբար պետք է հասկանանք ինչ կատարվեց երեկ, ինչ է շարունակվում այսօր։ Երևանում եվրոպական քաղաքական համայնքների 8-րդ գագաթնաժողովն էր, այսօր ԵՄ Հայաստան գագաթնաժողովն էր, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցն էր նաև։ Ամբողջ աշխարհը հետևում էր, թե Հայաստանում ինչ է տեղի ունենում, մենք էլ ինքներս բնականաբար աշխարհը այլ տեսակետից է նայում այդ ամենին, սա կարևորում են, մենք ինքներս էլ ենք կարևորում, բայց քանի որ մեր ներքաղաքական կյանքում ունենք անհաշտներ, անհամաձայնվողներ, իրադարձությունների հետ կապված, այստեղ եղան նաև բողոքի ակցիաներ, մարդիկ պաստառներով դուրս եկան, դրանք արցախցիներն էին, անհետ կորածների եւ զոհվածների ծնողներն էին։ Մի խոսքով եղան նաև դժգոհություններ, եղավ նաև օտարերկրյա լրագրողներին իրադարձությունները իրենց տեսակետով ներկայացնողներ։ Հիմա մենք հասկանանք ամեն դեպքում ինչ արձանագրեցինք, եթե Նիկոլ Փաշինյանը հատկապես նշում է, որ այս գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ միջազգային խաղաղության եւ կայունության համար, այսինքն միջազգային խաղաղության, մենք չենք խոսում Հայաստանի եւ տարածաշրջանի խաղաղության մասին եւ համոզված են, որ Երևանյան քննարկումները կշարունակվեն նաեւ այս գագաթնաժողովից հետո։ Հարատև խաղաղությունը սահմանների բացումը ոչ միայն օգուտ կբերեն տարածաշրջանին, այլև կամրապտեն կապերը եւ համագործակցությունը ավելի լայն եվրոպական տարածքում։ Շնորհակալություն հարցի համար, շատ կարևոր իրադարձություններ երեք։ Ուրեմն հայոց պատմության մեջ չի եղել նման դեպք, որ աշխարհի տարբեր երկրների պաշտոնյաներ, մանավանդ խոշոր գերտերությունների ներկայացուցիչներ, առաջի դեմքեր, բոլորը միանգամից հավաքվեն եւ գան Հայաստան, որը հնագույն գրականության մեջ եւ մինչեւ այսօր մենք այդ թեման շոշափում ենք ու դեռևս վերջնական բացահայտման չենք հասել, համարվում է հայոց սրբերի երկիր։ Ես մի տողով գրել էի, որ Եվրոպան ուխտի է եկել հայոց սրբավայր։ Իհարկե Էփշտեյների կղզու եւ այդ երևույթներից մաքրվելու համար Հայաստան գալը աշխարհի այդ տերությունների համար կարծում եմ, որ նաև որքան որ շատ մեծ պատիվ էր, իմիջ էր հայ ժողովրդի համար, նույնքան նաև իրենց համար կար եւ տիեզերական էներգիայի խոշոր զգացողություն, հայկականության ավանդույթի, որտեղ իրենք շատ արագ զգացին ովքեր են հայերը իրենց հյուրասիրությամբ, իրենց ընդունելության կարգով, իրենց գրագիտությամբ, վերաբերմունքով, այո նաև պաշտպանական կարողությամբ, նաև Զվարթնոցը այսքան 50 երկրների ներկայացուցիչներ ընդունում, բոլորը կարգով, կանոնով, այսինքն այս երևույթից իրենք զգացին, որ եկել են պետություն։ Հայաստանը իր ողջ պատմության մեջ առաջին անգամ աշխարհի միջազգային տարբեր երկրների մոտ ճանաչվեց որպես գոյություն ունեցող պետություն։ Եկեք չմոռանանք, որ նույնիսկ 8 տարի առաջ Հայաստանին ով էր ճանաչում։ Հիշում եք Թրամփի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի տեղն էլ չգիտեր։ Այո, շատ երկրներ, շատ պետություններ Հայաստանին չէին ճանաչում։ Իսկ դա մեր համար ուներ շատ կարևոր նշանակություն, որովհետև 44 օրյա պատերազմի ժամանակ մենք լրիվ մենակ էինք, բոլորովին մենակ, ոչ ոք մեզ չէր հիշում։ Եվ սա դժբախտություն էր մեզ համար։ Երբ մարդը մենակ է ու շրջապատված գազաներով, նա արդեն իր մահը տեսնում է։ Մենք հաղթահարեցինք մեր տեսակով, մեր քաջությամբ, մեր հյուրասիրականությամբ, որտեղ հայրենիքը մեր մեջ հզոր է։ Ու այսօր հանկարծ մենք տեսնում ենք, որ ամբողջ նաև այսպես քաղաքական
կամքեր որոշող պետությունները, ինչպես Մեծ Բրիտանիան է, Թուրքիան, Ուկրաինան եւ խոշոր տերությունները, Իտալիան, այնտեղ Բուլղարիան, Սլովակիան, շատ պետություններ եւ Կանադան, որը Եվրամիության անդամ չի, նույնպես մասնակցում էր հզոր վարչապետը, Կանադայի վարչապետը, ես շատ ուրախացա, որտեղ այնտեղ 180,000 մենք հայեր ունենք, որոնք իրենց այնտեղ շատ լավ են զգում, շնորհիվ Կանադայի վարչապետի, եւ այս բոլորը եկել էին Հայաստան։ Ուրեմն ինչն է խնդիրը։ Տիկին Ասատրյան, մի հարց ուղղեմ ձեզ, որից առաջանանք։ Տեսեք, դուք ասում եք 44 օրյա պատերազմի ժամանակ մենք մնացինք մենակ։ Երեք ընդդիմությունը նույն Մակրոնին հիշեցնում էր, որ 8 տարի հետո, երբ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպեցին, պարում էին, երգում էին, բայց ամեն դեպքում ցույց տվեցին, որ բարեկամներ են, բայց պատերազմի ժամանակ այդ բարեկամությունը լուռ էր։ Նույն Մակրոնին ստերի մեջ մեղադրեցին, որ նա նկատեց, որ Ռուսաստանի ամեն դեպքում այդ ազդեցությունից Հայաստանը դուրս է եկել ի պատիվ Նիկոլ Փաշինյանի, ով հեղափոխություն կատարեց։ Հիմա մեզ լսողները կասեն, որ դուք Նիկոլ Փաշինյանի գովքն եք հանում եւ անտեսում եք Նիկոլ Փաշինյանի գովքի խնդիրը չի, անկախ նրանից վաղվա ընտրություններում ով է անցնելու երկրի վարչապետ, այսօրվա իրադարձությունը այն հարթակն է, որը Հայաստանին կտա հնարավորություն զարգացնելու իրեն։ Մենք առաջի անգամ մեկ դար, գուցե մեկ դարից էլ ավել գտնվելով շրջափակման մեջ Հայաստանը եւ ունենալով շատ նեղ հնարավորություններ եւ առևտրային, եւ էներգետիկ, եւ տնտեսական, եւ ճանապարհային, եւ քաղաքական, եւ ինքնապաշտպանական այս բոլոր վտանգների մեջ լինելով հանդերձ առաջին անգամ իր դռները բաց արեց աշխարհի առաջ, վերջապես Եվրոպայի առաջ, Եվրոպան մեկ պետություն չէ, եւ այսքան պետություններ իրենք հասկացան, որ աշխարհի այս հեռավոր անկյունում գոյություն ունի մի պետություն, մի քրիստոնեական փոքրիկ պետություն շրջապատված մուսուլմանական երկրներով, որը անverջ ենթարկվել է աննախատեսելի ճնշումների։ Եվ այս վիճակում հանկարծ մարդիկ կան, որոնք դժգոհում են, որոնք պատկերացնում են, թե որ եկել են ինչ պիտի անեն իրենց համար։ Այո, 44 օրյա պատերազմի ժամանակ այդ լռությունը պահպանվում էր, որովհետև այն հարաբերությունը չկար Հայաստանի եւ այդ պետությունների միջև, նույնիսկ Ֆրանսիայի, ճիշտ է, Շարլ Ազնավուրի մահից հետո Մակրոնը եկավ Հայաստան, նո հասկացավ այնտեղ, նա ասաց, որ Հայաստանը իր համար շատ կարևոր նշանակություն ունի, այդ օրվանից ստեղծվեց կարծես մեր եւ Ֆրանսիայի բարեկամությունը վերակրկնվեց, այնպես չէ, որ Ֆրանսիան Հայաստանի համար հենց նոր է հայտնվել որպես այդպիսին։ Եկեք չմոռանանք, որ առաջին համաշխարհայինի ընթացքում էլ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը բաժանված էին, Ադրբեջանը Անգլիայի ենթակայության տակ, Հայաստանը Ֆրանսիայի, իսկ Վրաստանը Գերմանիայի տրամադրության տակ, այսպիսի բան կար, հետո հետագայում իհարկե Խորհրդային միության մեջ մտնելուց հետո այս բոլոր բաները այլ բնույթ ստացան, բայց դա եղել է շատ վաղուց, օրինակ կարծում եմ մեր հասարակությունը չգիտի, որ լոռու տարածքում մինչև այսօր էլ պահպանվում են հնագույն ոսկու հանքերի հետքերը, որոնք ծածկված են եւ փակված անտառներով, որոնք արտադրում էին ֆրանսիացիները։ Այո, այդպիսի գործ են արել։ Ուրեմն եկեք հիշենք, որ դա այդ բարեկամությունը շատ հին է։ Այսօր էլ տեսեք, այդ վիոլա ջուրը Ֆրանսիայի ենթակայության տակ է, այնտեղ այդ թոշակները, այդ կൂട്ടակային, չգիտեմ ինչ էլ դարձյալ ուղարկում է Ֆրանսիա, այսինքն կա մի կապ, որը մեզ եւ հայերի ֆրանսիացիներին ինչ որտեղ տանում է ներքին բարեկամության, բայց դա պետք է լինի շատ գիտակցորեն եւ ճիշտ։ Ինչն է խնդիրը։ Հարթակ տրամադրելը օտարերկրյա ղեկավարությանը, առաջնորդներին, սա շատ պատվաբեր էր։ Շատ, օրինակ մեր հարևանուհին, որը մշտապես ամեն առավոտ ինձ հարցնում է, ինչ նորություն կա, կարծում է, թե ես ինֆորմացիոն բյուրո եմ, պիտի ասեմ ինչ նորություն կա, իսկ օրինակ երեք ասում էր, այդ ինչ հպարտացել եմ, աչքերս արցունքով է լցվել, որ այդքան երկրներ եկել են Հայաստան։ Տեսեք, մեր ժողովուրդը
բավականին երկար, հավատացեք 15 թվականի եղեռնից հետո հայ ժողովուրդը այսպեսի միանգամից անկախության ու հպարտության այսպեսի զգացողություն երբեք չէր ունեցել իր մեջ, անկախ նրանից թե վաղը ինչ է լինելու, այդ վաղը կախված է մեզանից, այսօրվա կառավարության գլուխ կանգնածներից եւ վաղը որ պիտի գան, ես չգիտեմ ովքեր են լինելու իրենք, բայց իրենք պիտի մտածեն, սա մի հարթակ է, որտեղ դրվելու է Հայաստանի վաղվա իրական անվտանգության, կապուղիների, Հայաստանի տնտեսական զարգացման, էներգետիկայի կարգավորման, կադրերի կարգավորման, գիտության ու մշակույթի զարգացման, տարբեր խնդիրներ այսօր Հայաստանի ձեռքին է եւ գալիք այն սերնդի, որը գալիս է ոչ թե վարչապետի աթոռը զավթելու, ոչ թե եղած ազգային հարստությունն էլ քամուն տալու, այլ գալիս են պետություն կառուցելու։ Այսօր հայերիս համար թիվ 1 խնդիրը, օրինակ ինձ համար ամենամեծ հարստությունը դա հայոց պետականության հզորությունն է։ Դուք գիտեք, որ ես որևէ կուսակցության անդամ չեմ, ճիշտ է, որոշ մարդկանց ժամանակին օգնել եմ, երբ որ դիմել են ինձ, օգնել եմ, առաջարկել եմ, ասել եմ, եթե պիտի գաք երկիր պահելու համար, բարով եք գալիս։ Իսկ եթե պիտի գաք ձեր անձի համար, մտածեք այդ մասին։ Իհարկե բոլորն էլ լավ ապրելու իրավունք ունեն, բայց թիվ 1 խնդիրը Հայաստանի պետության կառուցումն է, այն էլ հզոր պետականության։ Եվ այսօր, երեք եւ այսօր, որ Մակրոնի հետ պետք է նաև ռազմավարական պայմանագրեր կնքեն, այսօր անպայծառ, որովհետև զուգադիպեց Մակրոնը պետք է գար Հայաստան, սա պաշտոնական այց էր Հայաստան, որպես Ֆրանսիայի նախագահի, պարզապես զուգադիպեց այս գագաթնաժողովի հետ միանալը իր, որը նաև շատ լավ էր, եւ հույս ունեմ, որ մենք շատ լավ տպավորություն թողեցինք եկողների վրա, մեր հյուրերի վրա, կար նաև կուլտուրա, լավ է, որ այդ նկատվեց, որ հայերը գիտեն, կարգ ու կանոն գիտեն, պատշաճությունը կա, պահպանվում է, բայց սա արժեք է, պետք է նայել, ես սա չեմ ասում, որ հիմա էլի ոնց որ երեք էին արել, սկսեն ավել պակաս բաներ գրել, թե որում դուք մի գրառում եք արել, Հայաստանին ապագայի սպասում չխանգարեք եւ հետո շատ արագ հեռացրեցիք։ Գիտեք, ընդամենը 1 տող էի գրել, բայց ես դա գրել էի, որտեվ դուք կարծում եք, որ բոլորը գլուխները վեր բարձրացրած գնում են, այդ գլուխներում ուղեղը նորմալ վիճակում է, չէ, անուղեղները շատ ունեն թողներություն, ես խնդրում եմ նրանցից, ովքեր որ սա չի վերաբերվում մեր խելացի ժողովրդին, կան մարդիկ, որոնք կռիվ են որոնում, որոնք վատ բան են ուզում տեսնել անպայման Հայաստանում, ինչն եք ուզում տեսնել։ Ովքեր են խանգարողները, Տիկին Ասատրյան։ Խանգարողները նրանք են, ովքեր ուզում են իշխանության գալ, բայց իշխանության այդպես չեն գալիս։ Իշխանության գալիս են առանց գործով, գործը ցույց տալով։ Հասկանալի է։ Հիմա պետք է դնել նժարի վրա երկու կողմի արազները, եւ անցյալի եւ ներկայի, ով ինչ է արել։ Մանրամասնորեն ուսումնասիրել, կշռել, դատել, հաշվել, ինչ են արել։ Հասկանալի է, երբ որ դա ես կտեսնեմ, եւ այն ժամանակ նժարը, երբ որ հավասարությամբ կկանգնի, այն ժամանակ նոր ես կխոսեմ իրենց հետ։ Ես կարծում եմ, որ շատերի նժարները վերև բարձրանալու։ Մի խոսքով, ուրեմն ես գրել էի ընդամենը այդ մի նախադասությունը, որ Հայաստանին առաջընթաց է սպասում, չխանգարել։ Դուք պատկերացնում եք 15 հոգի, ինչպիսի հայոյանքներ էին գրել այնտեղ։ Դուք դարձաք իշխանական, դուք դարձաք վարչապետի արբանյակների։ Ուրեմն ասում եմ, չէ, ես այն ազգ եմ, որը ոչ մի կուսակցության այսպես չի հարում։ Ես հայոց պետականության մարդն եմ, պետության պետականամետ անձ եմ, այն գլխից էլ սկսած, ամբողջ իմ կյանքում ես աշխատել եմ պետականության համար, այդ ոլորտներում եմ աշխատել, ես չեմ կարող ուրիշ մարդ լինել, ու գիտեմ, թե դա պետություն ունենալը, հզոր պետություն ունենալը ինչքան կարևոր է մեր ազգի համար, դե վերջապես հասկացեք, պետություն չունենալով մենք անդադ կորցնում ենք մեզ, երբ որ ուժեղ է այն պետությունը, որը ունի ուժեղ բանակ, եւ մենք ունենալու ենք այդ բանակը, հիմա այդ ռազմավարական այս պայմանագրերը, որ պետք է Մակրոնի հետ կնքեն, սա շատ կարևոր նշանակություն ունի։ Բացի դա, ես կարծում եմ, որ մենք հիմա ինչ էլ որ խոսենք, մանրամասնորեն
այլն չեն կարող իմանալ, որ մեր պաշտպանության նախարարի այցելությունները տարբեր երկրներ եւ այլն, այս բոլորը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էր այստեղ նաեւ քննարկեցին Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքը, զարգացման հեռանկարները։ Գերազանց էր այդ բոլորը, իրենք ճանաչեցին Հայաստանի խաղաղությունը։ Վերջապես ամեն ինչ երևում է մարդկային վերաբերմունքից, այդ բոլորը հասկացան, որ եկել են նրանք կարծես եկել են հայրական ընտանիք, այդպիսի տպավորություն ստացան, իրենք բոլորը այնքան ջերմ էին, ոչ մի օտար բան չկար մեջները։ Այ տեսեք, ոչ թե ես այսպես ոգևորվել եմ, որ իրենք եկել են Հայաստանը շատ մարդիկ է տեսել։ Մենք Խրուշչովից սկսած, մինչև Վլադիմիր Պուտին, տարբեր մարդեր Ժակ Շիրակից սկսած, նախագահներն են տեսել Հայաստանը։ Մակրոն, այո, շատ-շատերը եկել են, Թուրքիայի նախագահը եկավ Հայաստան, բայց այսօր արդեն մեկ ուրիշ հարթակ է, մեկ ուրիշ հարաբերություն է, քաղաքական շարժեր են գնում այսօր, երկիրը խաղաղ պահելու համար մենք պետք է կարողանանք իշխել, մենք հայերս ունենք այսպիսի բնավորություն, երբ որ խաղաղություն է, անմիջապես ոչ թե վեր ենք անում այն խնդիրները, որոնք մեր վաղվա օրվա համար են անհրաժեշտ, այլ աշխատում ենք գտնել մի ցավեցնող բան, մի ինչպես որ ասենք, դե բնական էր, երեք ժողովուրդը հավաքվել էր, պահանջում էր իր խնդիրները, սա էլ էր անհրաժեշտ։ Ես որևէ բան չունեմ, ասելիք չունեմ, առիթ էին գտել, որ եկել էին փոխանակ ասում լերը գնա Մուհամեդը գնա, լերը գնա Մուհամեդի մոտ, Մուհամեդն է գնում լերան մոտ։ Հիմա իրենք եկել էին որպես Մուհամեդ եկել էին լեռների մոտ, որովհետև աշխարհի խոշոր գերիների հարցը բարձրացվեց։ Ճիշտ էին արել, բարձրացրել էին, որովհետև հարցներ բարձրացվում։ Օնլայն խոսող այ հիմա ես ասեմ Ալիևի խոսքերում չկար ոչ մի այսպես ներողամտության չասեմ, նա երբեք այդ զգացողության մեջ չի եղել, որտեղ խորապես հավատացած է, որ իրեն համոզել են, որ իր այսպես ասած կիսատ պատմաբանները, որ Արցախի տարածքը դա ադրբեջանական տարածք է, եւ նա տեսեք ասում է ես իմ տարածքային ամբողջականությունն եմ պաշտպանել, այսինքն խոսել նրա հետ այդ մասին, նա փաստորեն կարծես թե վիրավորեց Եվրոպայից եկած հյուրերին, որովհետև այդ տոնով խոսել, որ նրանք իրեն մերժել են եւ այլն, որ ինքը չի գալիս, չի եկել, որովհետև խիստ վիրավորված է, որ իր շահերին կպել են։ Իսկ ինչ անեն։ Դու 20 հոգի տարել ես այնտեղ բանդարկում ես չհաշված անհայտ կորածները։ Դա նրանք հանցագործներ են։ Ինչպիսի հանցագործներ են, իսկ որ դուք հիմա այս հետրով չեմ ուզում ասել, սպանում էիք անմեղ երեխաներին, իսկ որ դուք նույնիսկ վերջի պահին էսկալացիա ենթարկեցիք 200 մարդու այրեցիք բենզալցակայանում, իսկ որ բազմաթիվ իսկեր կան, մեռած կանանցիք կտրատում ու ես ասված գետ ինչեր էի կանում, այդ մասին իրենց տարածքում են արել։ Դա իրենց տարածքը չի էլ լինելու։ Ես չեմ ուզում արդեն մտավախություն, որ մենք Արցախը կարող ենք հետ վերցնել։ Օրինակ Ալիևի այդ ինքնավստահ խոսելը, չնայած պատասխան ստացավ Ալիևը, պատասխանը ստացավ, բայց ամեն դեպքում չկա արդեն մտավախություն։ Պատմական փաստերը այնպիսին են, տեսեք հիմա որ դարաշրջանում ինչ է կատարվել, քրքրում են պատմաբանները, հանում են ջրի երես եւ պարզաբանում ասում են, որ այս տարածքը եղել է, ասենք, Իսպանիային, այն տարածքը չգիտեմ, այսինքն գտնում են, հանում են, իսկ Հայաստանի իրական պատմությունը ընդամենը 1 դար է անցել, դա չի մոռացվի։ Եթե այս սերունդը նույնիսկ մոռանա ինչ-որ ստեղ ստիպողաբար ինքը հաշտվի դրա հետ, իհարկե չի հաշտվի երբեք։ Վաղ թե ուշ այդ հարցերն էլ կլուծվեն։ Ահ թե ուշ Ալիևին ասում եմ Տեսեք ասում է Եվրոխորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանը տարածելով զրպարտանք եւ սուտ այսինքն նրանք ինչ որտեղ հասկանում են որ Եվրոպան մեր կողմից է Եվրամիությունը այն կազմակերպությունն է որը երբեք կեղծ բաներ չի տարածի ինքը ավելի քան խիստ է իր գոյության նկատմամբ իր կազմակերպության նկատմամբ քան ես եւ դուք կարող ենք լինել նա երբեք կեղծ մանավանդ որ բողոքները կան արցախցիներ վերջ փաստում է փաստ որ 120,000 150,000 արցախցիներ այսօր արտագաղթել են էսկալացիայի ենթարկվեցին մենք սա մասին չենք ուզում խոսել որովհետեւ ինչու չենք խոսում ենք որովհետեւ իրադարձությունը կա ականատես եղանք բավականին ժողովուրդը կանգնած էր ամբողջ
բաներով տրանսպարանտներով բաներով իրանք ժողովուրդը կանգնել էին այնտեղ սպասում էին լրագրողներ կային Եվ արտասահմանից բավականին սրտնեղված էին, որ Նիկոլ Փաշինյանը ժպտաց Ալիևի ասածներին եւ ոչ թե ինչ-որ պատասխան տրվեց։ Դե Նիկոլ Փաշինյանը խաղաղության պայմանագիր է ստորագրել Ալիևի հետ եւ կատարում է այդ պայմանագրի բոլոր կետերը, որպեսզի Այստեղ է վախը, կատարում է բոլոր կետերը եւ կա մտավախություն, որ դեռևս կշարունակի կատարել։ Աստված չանի, որ էլի ուրիշ բաներ գնա Հայաստանից, ես չեմ ուզում այդպես մտածել, պարզապես հույս ունեմ, որ այսքան պետությունների ներկայությունը Հայաստանում, նաև Փաշինյանին մտածել կտա, որ այ իր թիկունքում կանգնած է մի ամբողջ համակարգ, որը տեսավ ու հասկացավ Հայաստանին, որ Հայաստանը երբեք չի պատերազմի որևէ երկրի դեմ, երբեք մարդու հենց այնպես չի վիրավորի, երբեք հայ ժողովուրդը ինտելեկտի ժողովուրդը, տեսեք Եվրոպան որևէ երկիր այդպես չէր գնա էլի հանգիստ, որովհետև խորապես ուսումնասիրել էին հայկական արժեքները, հայկական մշակույթը Եվ սա մեր արտաքին գործերի նախարարության քննաժամ բավականին լուրջ չպետք է ուրանալ Արարատ Միրզոյանի առանձնել չպետք է ուրանալ գիտեք այո շատ պետությունը երբ որ ստեղծում է մանավանդ այսպիսի դաժան պատերազմից հետո 44 օրյա բազմաթիվ խորխորատներ կան հասկանալի է քննադատելու շատ բաներ կան, բայց այսօր մենք այդ քննադատությունից եթե դասեր քաղենք, եթե դասեր քաղող լինեինք, մենք մեր անցյալից դասեր կքաղեինք։ Տես Նժդեհին ինչ էր ասում, լինել ուժեղ, ավելի ուժեղ, որպեսզի կարողանալ դիմադրել թշնամուն։ Եթե դու ունես հզոր բանակ, դու թշնամին չի հարձակվի երբեք քո վրա։ Դու ցույց տուր, որ դու ուժեղ ես, երբ որ դու թույլ ես լինում, թշնամին ինքը տեղ է որոնում քեզ որսալու։ Հասկանում ես պետք է աշխատենք, որպեսզի մեր ուժերը պահպանենք մեր հզորությունը եւ հպարտ լինենք, օգտվենք այս առիթից, որ դուրսը հարգել է Հայաստանին եւ այսօր յուրաքանչյուր որ փողոց ես դուրս գալիս, բոլորը այսպես մի տեսակ հպարտ, մի տեսակ շփտալով են խոսում այս մասին, ինքնության վերադարձի նշաններ եմ ես տեսնում մեր ժողովրդի մեջ այսպիսի բաներով, սա պետք է շատացնենք, այս ճանապարհներով պետք է հզորացնենք հայոց պետականությունը, ով էլ որ կա 19-ից, որ մեկն էլ որ անցնի իշխանության, այսա պետք է ավելի քան ամրացնի այս հարաբերությունները, այս բարեկամությունը հանուն Հայաստանի Հանրապետության եւ հայոց ազգի, որքան կարող ենք արտագաղթել։ Մենք պետք է մի օր բացի, ասենք, այդ եղերնը, այդ ողբը զգալուց, մենք մի օր պետք է պատվի ու արժանապատվության իրական տերը լինենք, թե ոչ։ Հայաստանը կարողանանք պահել, մեր երեխաներին պահենք Հայաստանում, ստեղծենք լավագույն կրթական օջախներ, ստեղծենք, այո, վաղը ստեղծենք, վաղվա եկողները ստեղծեք անպայման, կապեր հաստատեք, որտեղ հիմա էլ չեք կարող։ Եկան այդ պետությունները, ՆԱՏՕ-ից սկսած, մինչև Եվրամիություն, մինչև Բրիտանիա եւ այլն, այդ պետությունները Թուրքիայի փոխնախագահներ եկել, այսպեսի քիչ է լինում, որ այս մակարդակի գաղափարական, այս բարձր մակարդակի եւ քաղաքական շարժության այսպիսի հոսանքը լցվի մի փոքրիկ հանրապետությունում, որը ընդամենը մի քանի տարի է, որ պատերազմից գլուխ է բարձրացրել ու դեռ նրա տարածքները գտնվում են թշնամու հսկողության տակ։ Տեսեք, ընդդիմությունը թեև ասում է, որ պատերազմի ժամանակ նույն Մակրոնը լուրեր եւ այլն, Նիկոլ Փաշինյանն մի այսպիսի հայտարարություն արեց, որ երբ թվում էր թե Հայաստանը չունի հույս եւ հենարան, մենք զգացինք եւ շոշափեցինք հենց նախագահ Մակրոնի ձեռքը։ Ընդ որում այդ աջակցությունը կոնկրետ քայլերով է արվել։ Այո, կոնկրետ քայլերով է արվել։ Գիտեք, Մակրոնի մեջ ես չգիտեմ ինչ կա, իր դայակը հայուհի է եղել, հա, Մակրոնի ինչ որ միտեղ կարդացի, ես չգիտեմ։ Այնուամենայնիվ Իսակ Մանուշյանի հետ կապված ամեն դեպքում այո, Մակրոնի ժամանակ հայ-ֆրանսիական բարեկամությունը եւս մեկ անգամ այդպես հայ մնալով, պահպանելով իրենց ազգային տեսակը, միաժամանակ լավ ֆրանսիացիներ են հայերը։
Այ այսպես է, սա Ֆրանսիան սա զգում է, որ տարբերություն չկա։ Հայ մեջ ինքնին նստած է եվրոպականությունը։ Եկեք չմոռանանք, որ Հայաստանը մարդակենտրոն բնակավայր է եղել եւ մարդկությունը այստեղից է առաջացել ու արտագաղթել աշխարհի տարբեր վայրեր։ Հիշում եք, մենք անգամ ասեցի, որ հնդկական գրականության մեջ ասում է հերվից եկան, ծովերով եկան առանց թիերի սպիտակ մարդիկ, եկան եւ այստեղ օրենքներ մտցրեցին, օրենքներ բերեցին, մարդակերություն, բազմականություն, հազար մի հարց, այսինքն Եվրոպան ինքը շատ մոտ է Հայաստանին։ Առաջ Հայաստանն է ստեղծել մարդկային օրենքները, հետագայում տարածվել է աշխարհում մեկ։ Այո, ես չզլանամ ասելու եւ թող ոչ մեկ չասի թե որ սա մեծամտության բան կա։ Ոչ, ես ընդհակառակը մեզ սպասում են եվրոպացիները։ Այո, եվրոպացիները մեզ սպասում են, հայերիս մեջ կա այդ բարձր կրթությունը, պատրաստվածությունը, դուք տեսեք թե ակա աշխարհում այդպիսի մի երկիր, որտեղ մի տաղանդավոր հայ չլինի, որը այդ երկրի համար բացառիկ է իր գիտությամբ, իր արժեքներով։ Ինչու մենք Հայաստանը չդարձնենք միասնական այդպիսի խոշոր բնակավայր, չէ որ մենք աշխարհին լույս ենք, աշխարհին ամեն ինչ ենք տալիս։ Եթե Հայաստանը զարգանա հայոց պետականությունը, հայ ժողովուրդը զգա, որ իրեն վտանգ չի սպառնում, իր պաշտպանվածությունը ապահոված է, այստեղից ոչ ոք չի արտագաղթի։ Ովքեր էլ որ գնացել են, տեսեք, չէ՞, նրանք ովքեր նյութականացված են, նյութի հիման վրա են ապրում եւ այլն, այդպիսի մարդիկ կարող են գնալ աշխատել, մեծ գումարներ աշխատել, ապրել այդ, բայց իսկական հայրենիքում ապրողները, հայրենասեր մարդիկ շատ ցավ են ապրում, որ երկրից գնացել են։ Բոլորը ուզում են վերադառնալ Հայաստան։ Բոլորը, հավատացեք, զանգում են ինձ Ամերիկայից, հաճախ երեք էլ խոսել եմ ինչ-որ մեկի հետ, ասես թե անպայման ուզում եմ Հայաստան գալ, երևի կամ մի 10 տարի ինձ մնացել ապրելու, կամ ապրեմ Հայաստանում։ Այսինքն, տեսեք, այնպես չլինի, որ Հայաստանը, այո, գնում են, հետո ուզում են վերադառնալ եւ ամփոփվել հայկական հողում։ Հայաստանը եկեք գերեզմանոց չդարձնենք, սիրելի բարեկամներ։ Մենք աշխատենք մեծացնել, զորացնել մեր երկիրը եւ այս ընդհարումը այս համատարած այս ընտրությունների օրերին ատելությունը, որ տարածված է մեր ժողովրդի մեջ, շատ անհարիր է մեր էությանը, մեր բնավորությանը։ Եթե ոմանց թվում է, որ երկրի վարչապետ պատասխանատու աշխատելը այդքան հեշտ է, սխալվում են։ Այ կգան եւ կտեսնեն, թե որքան դժվար է պետություն կառավարելը։ Դա մի ընտանիք չի, որ մի կերպ այսպես, մի կերպ այնպես այսպես կարողանան բավարարել են ընտանիքի պահանջները։ Դա մի հսկայական պետություն է իր արտաքին բոլոր հարաբերություններով, իր վտանգներով, իր անվտանգության առջև կանգնեցված խնդիրներով, տնտեսական փլուզումներով եւ այլն, եւ առանցին չհասկացող անհատներով, որոնք ասում են են մայա խատաս կրայա, չէ, ասում եմ, իմ տունը հերվում է, ես գործ չունեմ Հայաստանի հետ, այսինքն դրա համար մեկ է, թե Հայաստանում ինչ կարող է լինել, Հայաստանին ինչ կարող է լինել։ Այսքան, տեսեք, օրինակ երեք ես նայեցի, որ այդպես բուրըն ձևով ժողովուրդը կանգնած էր եւ բողոքում էր, այո, իրավացի էին, բողոքում էին, օրինակ, բայց ինչու հակարի կամրջում այդպես այդ նկարներով, այո, այդ բաներով, ցուցադրեք, այդ ամեն ինչով բանիկ, հրավիրեք միջազգային լրատվություններին, տեսնում եք, նրանք այն ժամանակ կանգնել էին այդ բնության պահպանության, այսպես կոչվածները ադրբեջանական ճանապարհը փակել էին, բա հակարի կամրջում մի օր չտեսանք, որ այդպես մի բան լիներ, կամ եկել էին, այնտեղ կանգնել էին այդ խոշոր բաները, մեքենաները, օգնություն էին բերել, չթողեցին, որ մտներ Արցախ, պատրաստված էր Արցախի հայաթափումը, հա, եւ ինչ էր, մի նամակով, մի դիմումով հրաժարվեցին պետություն, ինչպես կարել, ինչպես ղարսը, սա ես ասեմ, հայրիս մեջ մտած բնավորությունը թողնել պատրաստի քաղաքը, բնակեցված, հայերով բնակեցված քաղաքը, ժողովրդին մատնել անտերության ու կոտորածի։ Այս տրամաբանությունը ընդհանրապես պետք է վերջ տալ։ Երեկվա այցելությունը հենց սա էր վկայում, որ մենք խառնվում ենք աշխարհի խոշոր համայնքին, Եվրո համայնքին ենք խառնվելու, այսօր չէ, վաղը, միևնույն է, պետք է այդ հարցը լուծվի։ Եվ ես գտնում եմ, որ մի առաջարկ ունեմ հիմա մեր երկրի վարչապետին, որ ինչպես որ այս հարթակում այսքան հավաքվեցին խոշոր տերությունների ներկայացուցիչները եւ ամեն մեկը յուրովի ներկայացրեց իր երկրի խնդիրներն ու խնդիրները, ինչպես մենք ունենք, այնպես չէ, ես երեք բավականին լսել եմ իրենց,
ինչպես որ Հայաստանը ունի այդ խնդիրները նաև իրենք ունեն, պատերազմից, անվտանգությունից սկսած մինչև էներգետիկ համակարգներ, նրանք խնդիր ունեն, այդպես էլ մենք ունենք, եւ գտնում եմ, որ պետությունների հետ չպետք է այսպես առանձնացնել արագ կարգով, այսինչ երկրի հետ ավելի քան մոտ եմ, քան այն մյուսի, պետք է համակարգել այդ մտերմությունների բնակավարը եւ այս գալուց առաջ անհրաժեշտ էր, որ յուրովի ճանաչել թե որ պետությունը կամ Եվրամիության որ բաժինները ով ինչով կարող էր Հայաստանին օգտակար լինել, տեսեք կանադայի վարչապետը եկել էր, չէ, նա ու այսպես շատ էնտուզիազմով հարուստ ազնվորություն է եւ կապեր է փնտրում արևտրական, ասենք վաղ միսօրը Ռուսաստանը կարգելի եւ խմիչներն ու տարբեր բաները, որոնք գրում են Ռուսաստան, հանգարց կպակասի, իսկ տնտեսությունը որ չունեցա նորմալ զարգացման հնարավորություններ շատ կխեղճանա, վերջապես աստիճանաբար ազդելու է հասարակ ժողովրդի վրա ու ներքվից ալիք է բարձրանալու, դրա համար տեսեք, նա մեծ սիրով նա կապի մեջ կարող է լինել, Կանադայում բացվել է նման տեղեր արդեն առևտրի կենտրոններ, պետք է փնտրել գտնել, որ երկրի ղեկավարը Հայաստանը ինչ ունի, որ կարող է այդ տվյալ երկրից նաև ունենալ իր շահը, ոչ միայն նրանք եկան Հայաստան, այսպես որպես հարթակ, սա տրամադրվեց իրենց, շատ լավ է, բա տրամադրելուց հետո մեր երկրի շահը, որը պետք է լինի, ընդդիմությունն ասում է Նիկոլ Փաշինյան ընտրություններից առաջ դիվիդենդներ շահեց, իսկ Ալիևը հարթակը օգտագործեց իր բառապաշարով եւ իր այդ խոսույթով իր խնդիրների մասին խոսել։ Ալիևը միշտ էլ իր պետության շահը իմացել է ինչպես պահպանի եւ գնում է դրան։ Ալիևը ես ասել եմ, չէ, շատ խորամանկ դիվանագետ է, այնպես որ եկեք այդ անուրից չթարմացնենք, որովհետև նա իր գործն է անում իր երկրի համար, պաշտպանում է իր երկրին, կռվել է, հաղթանակ է տարել, այդ հաղթանակին ուզում է տեր լինել, իսկ մենք ինչ արեցինք, ես չեմ ուզում անդրադառնալ այդ հաղթանակի պրոցեսներին, այդ իրադարձություններին, խորքային երևույթներին, թե ինչպես եղավ, ինչու եղավ, դրան մենք, եթե անդրադառնանք օրիրա պետք ազգային ժողովը չկարողացավ նույնիսկ այդ հարցերը իմի բերել եւ ներկայացնել ժողովրդին։ Հետևաբար այս կարճ ժամանակամիջոցում մենք դրա մասին չենք կարող խոսել, եթե պաշտպանող էիք, կարող էիք պաշտպանել ամեն ձևով։ Իսկ Փաշինյանի համար ինչպիսի այս միջոցառումը։ Այս գիտեք ինչ, իհարկե ես չի ասի, որ սա հենց այնպես արվեց։ Միանգամից սա որտեղ շատ վաղուցվա պայմանավորվածությունը, սա մի օրվա գործ չէր, որտեղ այսքան պետք է վաղուց պայմանավորվել, որպեսզի այսքան աշխատանք տարվել, սա հեշտ չէր, այսպես կազմակերպված այս ամեն ինչը։ Գնանք Ադրբեջան։ Այո, հետո կգնան այնտեղ Ադրբեջանում էլ կազմակերպեն 8-րդ բանը գագաթաժողովը պետք է Ադրբեջանում անցկացվի։ Բոլոր դեպքերում սա նաև քայլ էր, եթե կարողացել է բնական է, ընտրությունը բոլոր ընտրությունների ժամանակ ամեն մեկը մի բան անում է ժողովրդի աչքին բարձրանալու, իր շահերի օգուտները ունենալու, իր քվեարկությունն ու այսպես ասած ձայների թիվը մեծացնելու, բոլորը ուզում են, բայց ինչպես, գիտեք ինչ, ես մեր ժողովրդին ցանկանում եմ, որպեսզի ինքը ավելի շատ իր տրամաբանությամբ ինքը նայի իր ներսը, ով կարող է Հայաստանը դարձնել ավելի հզոր, ով կարող է Հայաստանից հեռացնել ատելությունը, ողը, վրեժխնդրությունը, ով կարող է այնպես անել, որ Հայաստանում յուրաքանչյուր անձ, յուրաքանչյուր մարդ պատանի, արժեք լինի իր պետության համար, սրտի ցավ ունենա իր ժողովրդի համար, ով կարող է մտածել, որ Հայաստանը գիտության բնակավար է, իր գիտնականներին տերություն անի, բազմաթիվ հարցեր կա, եթե կգա այնպիսի մեկը, որ ինքը իրեն կհամարի այդ արժեքների տերը, մեր ժողովուրդը արդեն իր կաշի վրա պիտի զգա դա ով է, ոչ թե ասենք երեկվա վրեժխնդրությամբ, այսօրվա վրեժխնդրությամբ, ասի չէ այս բանը այսպես է, ոչ սիրելի ժողովուրդ, ով որ ծառայեց հայոց պետականությանը, ոչ թե իրեն, օրինակ եթե մինչև 44 օրյա պատերազմը հայոց Հայաստանում այս հսկայական կազինոների, հյուրանոցների, ես չգիտեմ էլ ինչերի տեղը այդ ինչպես ասում են,
այդ բոլոր բաների դղյակների, ջրավազանների, ձկնաբուծական կենտրոնների էլ ինչ էր ասես չկառուցեցին, այ դրանցից մեկը մտածեր, որ կառուցի մի բազմաբնակարան, շենք, այ Գյումրիում հիմա, ուրեմն անցյալ օրը ես նայեցի, երկրաշարժից հետո տնակների մի թաղամաս կա, որը նման է այն աֆրիկյան շատ նորոգություն իրենցից որջերին, ահա որ այդ ջուրը, խմելու ջուրը բերում էին 1-2 կիլոմետր գնում էին, հետո իջնում էին ինչ-որ մի շենքի նկուղ պլված այդ երկրաշարժից ավերված, որտեղի ջուր էր գալիս խմելու ջուր, պատկերացնեք և բերում հանում էին 3-4 հարկ, որը խոնավությունից կաթում էր վերևից, այդ տներից, այդ մարդկանց հանելու չէ, որ նրանք մեր հայրենակիցներն էին, բա 30 թվականից, 88 թվականից այս կողմ, այսքան դեպքեր են անցել, բա ուր էիք դուք, որ մեկը, այդ 4 անգամ փոխվեց իշխանությունը, իշխանության ղեկավարները, մեկն ու մեկը չկարողացաք նվեր տայիք մի բազմաբնակարան շենք, այդ ձեր ունեցած այդ միլիարդները ձեր համար ծառայեցնելու համար, այ սիրելի ժողովուրդ, դրա համար ասում եմ, այն անձը, այ օրինակ Գյումրիի, ինչպես նաև Վանաձորի տնակներում բնակվողներին խնդրում եմ, այն անձը, որ ձեզ կգա եւ կասի քվեարկեք իմ համար, դուք ասեք, որ իրենք տեղում ձեզ ապահովեն բնակարանով։ Դա արդեն դարձավ։ Այ պետք է դառնա ընտրակաշարք։ Չէ, ընտրակաշարք չի։ Այ ով որ ձեզ ընտրությունից առաջ ինչ թող ընտրությունից առաջ խոսում է վերցնեն, իսկ եթե չեն անի, այ ժամանակ կպահանջեն ետկանչի օրենքը թող գործի։ Այ հիմա սահմանադրության հետ կապված աշխատանքներ են տանում, ետկանչի օրենքը անպայման պետք է լինի, որպեսզի մենք կարողանանք մարդկանց աշխատացնել։ Այլապես հիմա տեսեք, սարեր են, լեռներ են բերում, ինչ ասես խոսում են, այն մեկը ասում է ես եմ արել, այն եմ արել, ուր է ձեր առանձները։ Տիկին Ասատրյան, դուրս գանք Կարճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818
8132252 Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Արգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Տիկին Ասատրյան, անդրադառնանք նաև Ուկրաինայի նախագահի այցին։ Զելենսկու այցը կարծես թե Ռուսաստանի Դաշնությունը սկսեց քննարկել, այստեղ էլ ակցիայի մասնակիցներ եղան, հիշեցրեցին ֆոսֆորայինային վերևից թափվող կրակը, որ մեր տղաների գլխին էր թափվում, մի խոսքով։ Ինչպես է գնահատում Զելենսկու այցը։ Զելենսկու այցը ճիշտ ասած ես այդքան էլ դրական տրամադրված չեմ, բայց եթե հրավիրում էին բոլորին, իրեն չհրավիրելը մի տեսակ դուրս էր գալիս, որ կարծես ինչու, սա հիշաչար չլինելու ըստ երևույթին տրամադրությունից է, բացի դա, եթե Զելենսկին նախապես գիտեր, որ Եվրամիության 7-րդ կարգատաշողովը պետք է լինի 8-րդն էր սա 8-րդ կարգատաշողովը պետք է լինի, նա ամեն ինչ կաներ, որ ինքը գար Հայաստան։ Մինչև հիմա ինչու չի եկել, սա չի եկել Հայաստանի շահերի համար, ինքը որովհետև պատերազմի մեջ է եւ ՆԱՏՕ-ից եւ Եվրամիության անդամներից եւ մնացածներից որ ինքը չէր կարողանում հանդիպել սերույթին այդ օրերին, բոլորը միանգամից այստեղ էին մասնակցում էին այս կարգատաշողովին եւ ինքը նրանցից դարձյալ օգնություն ստանալու խնդիր ուներ, սա է եղել հիմնական պատճառը, որ նա Հայաստան էր եկել։ Ես շատ նոր որ պատերազմը սկսվել էր Ուկրաինայի դեմ եւ դա այսպես երկար ձգվեց, շարունակվեց, թող չնեղանա ոչ մեկը, ես մի անգամ ասացի, որ Զելենսկին դառնալու է Ուկրաինայի գերեզմանափորը։ Այնպես որ Ռուսաստանը իհարկե շատ վիրավորանք կար նրա մեջ, որովհետև նա իր խնդիրներ ունի, իր իրավունքները, դա իր գործն է, բայց այնպես չէ, որ այս հավաքին պետք էր առանձնացնել եւ ասել, գիտեք ինչ, դու մի արի, չէր կարող ասել արկել էր նրա գալը, էլի սա բնական բան էր, եթե բոլորը գալիս էին, ինքն էլ պատերազմի մեջ էր, անպայման պիտի գար, բայց ասում եմ, անպայման այս պահից հետո պետք է հավասարակշռել իրավիճակը ռուսների հետ նաև շատ խոսակցություններ հնչեցին, երեք ես լսեցի ռուսաներից հաղորդումները, ռուսական հաղորդումները, եթերը իհարկե Մեդվեդևը Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Փաշինյանին եւ Զելենսկուն երկու անուղեղ ռուսատացիներ էր անվանել։ Դե նա ամեն ինչ կարող է ասել, որոնք գերազանց խոսում են ռուսերեն, վատանգլերեն են խոսում իրենց թերարժեքության պատճառով, նույնիսկ այստեղ խոսել։ Դե անգլիախոս ժողովրդի մեջ են եղել, դրա համար են անգլերեն խոսել։ Հիմա խնդիրը սա չի, հասկանալի է, բայց պետք է Փաշինյանը աշխատի, որպեսզի կարողանա վերջապես ռուսների հետ բավականին մեր հարաբերությունները բավականին լուրջ են եւ մենք 3 միլիոնից ավել հայեր ունենք Ռուսաստանում ապրող ժողովուրդը ասում է այդպես չի կարելի փոքր բանի
երևույթը չպետք է շատ ծավալել, մեծացնել, հասցնել մինչև կուլմինացիա։ Անհրաժեշտ է բարեկամության եզրեր որոնել բոլորի հետ։ Չի նշանակում, որ մի երկրի հետ դու բտերմանում ես, մյուս երկրին պետք է անպայման թիկունքում թողնես անկախ այն բոլոր երևույթներից, պատմական փաստերից, իրադարձություններից, այն բոլորից, ինչը որ առնչվում է մեզ եւ ռուսներին, ինչին որ մենք պատմականորեն ակատնատեսնենք եւ չենք կարողանում ներել, որովհետեւ Արցախը պատահականորեն չհանձնվեց Ալիևին եւ Ալիևը երբեք էլ չէր կարող Արցախը վերցնել, եկեք եթե այդպես նեղանում են, այս մի բանը ասեմ, թող իրենք մի քիչ լռեն։ Մեդվեդևը թող լավ հիշի, որ Շոյգուն երբ որ եկել էր, երբ որ գնացել էր Բաքու, բանի այն ժամանակվա Թուրքիայի պաշտպանության նախարարին հետ հանդիպելուց ասել էր մենք շատ լավ օպերացիա կազմակերպեցինք Ղարաբաղում եւ հաղթանակ տարանք։ Այսինքն մենք շատ լավ օպերացիա կազմակերպեցինք։ Ահա, եթե դու այսպես ես ասում, սա նշանակում է Շոյգուն պատահական մարդ չէր, այն ժամանակվա պաշտպանության նախարարն էր։ Շատ բաներ կար, բացի դա, երբ որ Ալիևը հրետանակոծում էր Հայաստանի սուվերեն տարածքները Գեղարքունիքի մարզում, այն մարզում, այն 250 քառակուսի կիլոմետր տարածքը, որ այսօր գտնվում է Հայաստանին եւ գտնվում է Ադրբեջանի տրամադրության տակ, այո, այդ ժամանակ մենք դիմեցինք Ռուսաստանին, ասում էին Հայաստանը չի դիմում, ՀԱՊԿ անդամ լինելով չի դիմում, Հայաստանը դիմել էր այդ օրերին, Քարլ Ռուսյուն։ Եվ վերջապես 9 ամիս Արցախը շրջափակման մեջ էր, այդպիսի ռուս խաղաղապահների մեջ ռուս խաղաղապահները այնտեղ էին եւ ոչ ոք քար լռություններ ձայն չէին հանում, ընդհանրակը այն սնդամթերքը, որը ժողովուրդը չէր գտնում, թանկներով ծայրահեղ վիճակում ապրող ժողովրդին տվեցին, որը այնքան ծանր հոգեվիճակի մեջ ընկա, որ ստիպված լքեց իր տունը, այնքան որ երեխաներին կարողանային կենթանի պահել։ Եկեք, երբ որ ասում է առաջին խոսողը, եթե իմանա թե վերջին խոսողը ինչ է ասելու, չի ասի, ես այս բաները չի ասի։ Լուկաշենկոն ինչ կասի։ Այ հիմա այս գագաթնաժողովները, այս Լուկաշենկոն պետք է լռի։ Հիշեք, որ մեզ ասում էին ուր պետք է գնան։ Պետք է լռի Լուկաշենկոն, որովհետև հանկարծ կբացվի թե պոլոնեզները ովքեր էին տալիս Ալիևին եւ ինչպիսի ծանր բան տարան մեր տղաները ծաղկաքաղարվեց մեր սերունդը, շատ դաժանորեն վերաբերվեցին Հայաստանի հետ, 5 պետություններ բոլորը օգնում էին Ալիևին։ Տեսեք, այն ժամանակ Հայաստանին կարծում էին, որ Հայաստանի վերջն եկել է, Հայաստանը չի լինելու, դրա համար Հայաստանի տերություն չէին ունում, Հայաստանի վերջը չի գալու, ընդհանրակը, այ Հայաստանի սկիզբը արդեն դրված է, Հայաստանը զարգանալու է, հզոր երկիր է դառնալու, ոչ մեկին չտվա, որ Հայաստանը կարող է վերջանալ եւ Հայաստանը դառնալ այնպիսի մի թույլ պետություն, որ հնարավոր լինի նրա ազգային հարստությունը սեփականել, սեփականացնել, դարձնել մասնավոր սեփականություն բավական եղավ։ Հայաստանը 670 հանքեր ունեցող երկիր է եւ հազվագյուտ քարերի հազվագյուտ մետաղների երկիր է, սա բոլորն էլ գիտեն, հենց այդ արտասահմանյան պետությունները, որոնք երեք հավաքվել էին այստեղ Հայաստանում, նրանք շատ լավ գիտեն Հայաստանի հնարավորությունը։ Մենք այսօր չպետք է էլի այսպես մեզ միամիտի տեղ դնենք, բավական է մենք միամիտ լինենք, միամիտ չենք, մեր շատ իմաստություն ունենալը, խելք ունենալը, մեր բանականությունը մեզ ստիպում է կիրթ պահելով չես կարող երկիր պահել եւ անվտանգությունը պահել։ Պետք է անպայման լինենք, մեր շահը ճանաչենք։ Առաջին հերթին մեր շահը։ Ես ուզում եմ, որ այս մեր հյուրերի գալով հայերս ճանաչենք մեր շահը եւ քանի դեռ Հայաստանում են ու չեն գնացել, Հայաստանը պետք է մանրազնին, ուրեմն իր խնդիրները բարձրացնի, նախնական պայմաններ ստեղծի հետագա զարգացման համար, կլինի այս պետությունը, այս իշխանությունը կլինի, թե եկող նոր իշխանությունը, ես չգիտեմ, թե ով պիտի գա, ես որոշել եմ ընտրությունների հետ կապված բացասական բաներ չխոսել, որովհետև այսպիսի ճակատագրական պահեր է իրենց համար եւ այսօր որևէ մեկի ծառերին քար գցելը մեզ ոչ մեկից օգուտ չի բերի։ Թող ժողովուրդը ինքը որոշի, թե ով է վաղը իրեն օգնելու։ Եթե ժողովուրդը այստեղ էլ խաբվեց, դժվար է լինելու։
Իսկ Եվրոպան մեզ կխափի, Տիկին Ասատրյան։ Գիտեք ինչ, Եվրոպա լինի, Ասիա, թե Ամերիկա, թե Մեծ Բրիտանիա, հարգելի Մարի, բոլորը իրենց շահերի համար են պայքարում։ Հայաստանի շահը վերջում է որպես բարեկրթություն։ Դրա համար Հայաստանը մի անգամ իր շահի հետևից պիտի գնա։ Ես ուզում եմ, որ այս գագաթաժողովը դառնա Հայաստանի առաջին շահի աղբյուրը, որտեղ սա շատ հնարավոր է։ Ամեն ինչ արվեց երեք, ամեն ինչ արվեց կատարյալ ձևով, եւ այդ կատարելությունը պետք է դառնա Հայաստանի հզորացման առաջին քայլը այս իրադարձություններից, պատերազմից, եռաբլուրից եւ մյուս բոլոր երևույթներից հետո։ Եվ այո, ասում եմ, այնպես տեսեք, հիշեցնեմ մի բան, 90-ական թվականներին մի անգամ ռուսերեն տպագրված մի թուղթ բերեցին ինձ, դե ես հետաքրքրվում էի այդ հարցերով, որտեղ մանրամասնորեն նշված էր, թե ինչ ծրագիր ունի Գոբելը Հայաստանի նկատմամբ։ Գոբելը այն ժամանակ ծրագիր ուներ, որ Հայաստանում պետք է ապրի ընդամենը 500 հայ, Հայաստանը դառնա հյուրատուն եւ քննարկումների այսպես կենտրոն։ Հիմա Փառք Աստծո Հայաստանում 3 միլիոն այսօր հայեր ունենք եւ ելի կշատանանք, եթե այսպեսի լավ բաներ էլի շատ կատարվեն, եթե իրար հանդեպ բարյացկամ լինենք, ոչ թե չարություն ունենանք, այն 19-ը, որ դրել են իրենց տեխնացիաները, թող վաղը միսօր այդ 19-ը ուրեմն կարող են ինչ-որ բան անել, 19-ին էլ օգտագործվեն պետական կազմավորման համակարգերում, բայց կան ոչ թե պետական համակարգերը ոչնչացնելու, այնպես անելու, որ նախորդների վրա ստվեր ընկնի, որ ասի, որ այսպես են եղել, ոչ, կատարելագործելու, շնացնելու, օգնելու, պետք է հասկանալ, որ պետություն գոյություն ունի, պետություն, որտեղ այստեղ Հայաստանում, որ դուռը բացես, մասնավորը ավելի հզոր է, քան պետությունը, այսպես չպետք է լինի, պետության ներսում պետական օրենք պետք է լինի եւ պետք է գործեն բոլորը պետության համար։ Այսինքն չպետք է լինի պետական գողեր, ավազակներ, թալանչիներ, կոռուպցիայի մեջ թաթախվածներ, քանի մի այդպիսի մարդ կա, քանի մեկը այդպիսի անցյալ ունի, նա չպետք է մոտենա պետական աթոռներին, չպետք է մոտենա, չի կարելի, ժողովուրդը ինքը չպետք է ընդունի։ Ազնիվ, մաքուր, զուլալ, հայրենասեր, մարդ, որ պետք է լինի գրագետ, խելացի, լեզուների տիրապետող, արտաքին տվյալներով հարուստ, աշխարհ տեսած, աշխարհի հետ լեզու գտնող, հասկանում ես, մարդ, որ Հայաստանին չի խեղճացնի, Հայաստանին դարձյալ չի թողնի շրջապատման մեջ։ Բավական է Հայաստանը 100 տարից ավել շրջապատման մեջ է գտնվում։ Եվ վերջապես այսօր ազատագրվել է, ու հանկարծ եկել սկսում են խոսել, թե ինչ է գտնում եք, որ սա չգիտեմ, ինչ պիտի լինի։ Լավ են արել, որ եկել են, ճիշտ են արել, ես հաջողություն եմ ցանկանում հայ ժողովրդին, հայոց պետականությանը։ Եվ Տիկին Ասատրյան, մեր ժամանակը մոտենում է ավարտին, ուզում եմ ձեր կարծիքը իմանալ։ Հայաստանում 2850 զինծառայող կստանա բնակարան, հիպոթեկ ամբողջությամբ կմարի պետությունը։ Սրանք դեռ 2000-ական թվականներից շահառու դարձած զինվորականներն են։ Ինչի մասին է սա։ Գերազանցը, ինչպես չուրախանամ։ Ինձ համար մեկ է, երկրի վարչապետը Փաշինյանն է, թե վաղը միսօրը ով կլինի։ Եթե այս քայլը իրենց օրոք լիներ, ես կասեի կեցեն, որ այսպիսի բաներ են արել։ Բայց զինվորականներին չտան, ում տան բնակարան։ Այդ մարդը ոնց անի գիշեր-ցերեկ այնտեղ երկիրը հսկի, երկրի սահմանները պահի, տնից տեղից, երեխաներից կտրված, անընդհատ վտանգների առաջ կանգնած, բայց այս ամբողջ Եվրաբլուրը այդպիսի տղաներով մենք մեր աչքերի առաջ են նրանք, մենք պետք է ափսոսանք, այդ դողանք դրա համար, մենք պետք է ինչ քայլի որ գնում ենք, գնանք Եվրաբլուր, երթվենք նրանց շիրիմների մոտ, նոր գանք աշխատենք ու մտնենք Հայաստան, նոր Երևանի դուռը բացենք, մեր ընտանիքների դուռը բացենք, չի կարելի այդքան անտարբեր լինել այս ամենին, ես ասում շատ ապրի պաշտպանության նախարարությունը, այո, նաև ուզում եք ասեք Նիկոլական, չգիտեմ, ես ոչ մի ական չեմ, հասկացեք սիրելի ժողովուրդ, ես ական եմ իմ երկրի Հայաստանի պետության տակ ական դնողների դեմ, որ ուզում են այս պետության հերն անիծեն, չի կարելի, աշխատեք մեկ անգամ, ինչքան որ նրանք ովքեր որ պետությունը համարում են իրենց անձնական սեփականության պահեստը, այո, պահեստը, պետությունը այդպես են համարում, ովքեր որ բացի իրենց զավակներին ապահով պահելուց
իրենց զավակներին արտերկրներում կրթություն տալուց, այնտեղի գրանցում տալուց եւ չգիտեմ ինչ անելուց, իրենք այստեղ են, ընտանիքն ու զավակները օտար երկրներում, պետք է հաշվի առնել այս բոլորը։ Անձը, որը ինչու էր այս ժամանակին Տիգրան Մեծը ընտանիքներով ուղարկում սահմանային գոտիներ եւ տեղերում ընտանիքները դառնում էին մի հատ զինվորական ջոկատ, ընտանիքը եթե կողքին չեղավ, մարդը, անձը անտարբեր կլինի, հավատարիմ չի լինի պետությանը։ Եթե դու գիտես, որ քո ընտանիքը այնտեղ է ապրում, դու մինչև վերջ կկանգնես քո սահմանի վրա քո երկիրը պահելու համար։ Ինչքան ասեմ, հազար անգամ եմ այստեղ եղել եւ այդ մասին ասել, ընտանիքները ովքեր որ Հայաստանից հանում են ու իրանք մնում են Հայաստանում, եթե այս 19 թեկնածուների մեջ կա այդպիսի մեկը, չպետք է ընտրել։ Շնորհակալություն, Տիկին Ասատերյան, թեմաները շատ են, որ սկսենք խոսել, մեր ժամանակը պարզապես չբավականացնի։ Գիտեք, ես չեմ կարող, իմ սրտացավությունը երկրի համար է։ Այս ամեն ինչ որ ասում եմ, եւ այսօրվա սերնդի համար է, եւ վաղվա սերնդի համար։ Վերջապես այս հրաշք սերունդը դուք տեսաք, չէ՞, հանրապետության հրապարակում Բարի միջազգային հազարից ավել երեխաներ, այդ ինչ գերազանցություններ, դա այ հոգիս ցնցացել է։ Ընդդիմությունն ասեց Ադրբեջանի փոխվարչապետի համար է կազմակերպել այդ մի։ Իսեր Աստծո, բավական է, այ վերջ տվեք այդ ատելությանը։ Ոչ, դա կազմակերպվել էր Հայաստանում, Լույս Իշխնի Գագիկ Գինոսյանի գերեզմանին, այս ամբողջը Գագիկ Գինոսյանի հետն է։ Առաջին անգամ Պարը Հայաստանում տարածեց Գագիկ Գինոսյանը, ես նրա մասին գրել եմ, մի անգամ ասեցին, մի երկու տող գրել եմ, ասացին Պարը դա համախմբման լեզու է, մեկ այլ լեզու է, որտեղ պարը եւ երաժշտությունը եւ օրգանիզմն է ծաղկում, բարի միջոցով համախմբվածության մի ուժեղ գործ է կատարվում մեր սերնդի մեջ եւ չեք պատկերացնում, սա իմ երկրորդ այսպես ուրախությունն էր, որ ես տեսա թե այս սերունդը, այս ինչ գեղեցկություններ, այս ինչ հրաշքեր, ինչ փայլեր, այ բարեկամներ, բայց ձեր աչքը չի տեսնում սա, սիրեք մեր երիտասարդությանը, երիտասարդությունը թող իր հայրենիքում լինի, զարգացրեք, ինչքան արել եք, ինչքան տարել եք, Աստված թող այն ոնց են ասում, բում բարակյատանի ձեզ, բայց այս սերնդին տիրություն արեք, տիրություն պետք է անել։ Շնորհակալություն Տիկին Ասատերյան, եւս մեկ անգամ։ Շնորհակալ եմ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։